Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման փուլը նախորդ տարի բավականին բուռն քննարկումներով էր անցել։ Կային կարծիքներ, որ այս գործիքի շնորհիվ պետությունն էականորեն կնվազեցնի ստվերը, այսինքն հնարավոր կլինի վերականգնել խոշոր փողերի հետագիծը եւ ըստ այդմ ծագումը։ Մյուս կարծիքն այն էր, որ սա տոտալ վերահսկման եւ հարկման միջոց կդառնա հետագայում։ Արդեն որոշակի ժամանակ անցել է եւ կարելի է ամփոփել արդյունքները։ Հանրագումարը ֆինանսական մուտքերի աճն է։ Մյուս կողմից, մասնագետների տեսանկյունից դրա համար հայտարարագրման այս մեծ համակարգի կարիքը չկար։ Նախկինում, եթե մենք հավաքագրել էինք, այսինքն 23 թվականի արդյունքներով հավաքագրել էինք 4.5 միլիարդ դրամ եկամուտ, այս տարվա, այսինքն 24 թվականի հայտարարագրման արդյունքներով մենք հավաքագրել ենք 8.7 միլիարդ դրամի հարկ, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելի շատ է, քան նախկինում հայտարարված հարկը։ Խոսքը գնում է ֆիզանց գործարքների մասին։ Սենց տենենց ֆիզիկական անձի, եթե օրինակ գույք էր վարձակալությամբ տալիս այլ ֆիզիկական անձի, դա հարկվոր գործարքեր ինքը պարտավոր էր հաշվետվություններ կայացնել, մեջը գրել չափը, դրան համապատասխան հարկը ու վճարել։ Այսինքն այս առումով է բան, տենց մեծ պատկեր գլոբալ փոփոխություն չկա։ Վերջին փոփոխություններով սահմանվեց շեմ, որից ցածր գործարքները ենթակա չեն հայտարարագրման։ Մնացած եկամուտներն էլ ըստ էության ինքնաշխատ են ֆիքսվում, թե աշխատավարձերի եւ թե թոշակների դեպքում։ Եթե քաղաքացին չի միջամտում պրոցեսին, եկամուտների մասին հավելյալ տեղեկատվություն մուտքագրելով։ Միասին գնացել են որևէ սրճարան եւ մի ընկեր օրինակ վճարում է կատարել եւ մյուսը համապատասխան փոխհատուցում է տալիս գործարքի մասով շեմի արկայություն հնարավորություն է տալի, որ նման գործարքների մասին ընդհանրապես մեր քաղաքացիներն չանհանգստանան։ Պատկերը, որ ի սկզբանե նպատակը, որ դրել էին իբրև հայտարարագրման համակարգի միջոցով կոնկրետ անձանց մասով հասկանալի կլինի, թե որքան ինքը եկամուտ ստացել իր նկատմամբ պետքա սոցիալական ուղղվածության միջոցառումներ կամ ցանկացած տիպի միջոցառումներ իրականացնել, այս պատկերը լրիվ աղավաղվեց։ Եվ իսկապես, առանց քաղաքացիների եկամուտների մասին ամբողջական տվյալների շտեմարանի, ինչպես է պետությունը թիրախային սոցիալական ծրագրեր իրականացնելու։ Մյուս կողմից, նախորդ տարի բավականին շատ էր շահարկվում այն ենթադրությունը, որ այս գործիքը կարող է դրսից տրանսֆերտները հարկելու միջոց դառնա։ Եթե խոսքը գնում է նվիրատվության մասին, արտերկրից լինի, երկրի ներսում լինի, թե որտեղ ուզում լինի, նվիրատվությունները Հայաստանում չեն հարկվում։ Լինի 1 միլիոնից ներքև, լինի 1 միլիոնից վերև, լինի 40 միլիոն։ 200,000 քաղաքացի լսելով ՊԵԿ-ի հորդորը գրանցվել է եկամուտների հայտարարագրման համակարգում։ Այս մեխանիզմի արդյունքներից մեկն էլ սոցիալական կրեդիտներն են, որոնք հիմնականում ուղղվել են կրթության ոլորտի ծախսերի փոխհատուցմանը։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։